Քնած տեղից հանել են, մարդկանց դեպորտ են արել 95-96 օր մարդիկ լարսի մեջ մնացել են, սաղին դեպորտ են արել, ասել են գնացեք ձեր տները։ 15 օր ժամանակ են տվել, որ բեռը անցկացնեն սահմանը, վсё։ Ինչ-որ տուժ տուգանքների ենթարկվել Չէ, մենք չունենք ոչ մի տուժ տուգանքեր, չունենք, ինչ էլ եղել է ժամանակին ամեն ինչ էլ մուծվել է, ոչ մի խնդիր չունենք մենք այս պայմանով Ռուսաստանի հետ կապված։ Մեր խնդիրը մենակ է, որ մեզ թողեն մենք այդքան գանք։ Առաջվա պես սարքեն այդ 150 օր, այդ 90 օրվա պլյուս ռեժիմը անեն այդ օրենքը։ Սարքեն 150 օր։ Ոչ մեկ տեղյակ չի եղել, որ ասենց օրենք պետք է լինի։ Որ մենք 150 չեն զգուշացրել։ Չէ, մեզի սահմանի վրա ասել են, որ ոչ մի խնդիր չունեք, ուզում եք 300 օր գնալ։ Ամիս առաջ զգուշացրել են, բայց մենք սահմանում տամոժնայում հարցրել ենք, որ մենք sense խնդրի առաջ կայնելու ենք, թե չէ, ասել են չէ։ Ձեզ չի վերաբերվում։ Վարորդներին չի վերաբերվում, բայց այս վերջին մի շաբաթը մեզ է վերաբերում։ Չգիտեմ, մենակ մեզի լուսնել ավտոբուսի վարորդները նույն խնդրի առաջ կայնին մարդիկ։ Տեսեք, առավոտը Գևորգ Պապոյանը, էկոնոմիկայի նախարարը, ասաց, որ տեղյակ են եւ ձեզանից շատ մտածում են այս։ Իրանք շատ այդ տեղյակ եղներն ու հարցին ընթացք տալը դրանք տարբեր բաներ են։ Իրանք տարվա սկզբից էլ տեղյակ են եղել, որտեղ զբաղվում են այս։ Եթե զբաղված են այս 200 հոգի մարդիկ եկե հավաքվեց, եթե զբաղվում են։ Այս օրենքը հունվարի 1-ից Ռուսաստանի Դաշնությունը 30 հոգի դեպորտ են արել։ 3 երեկոյան 30 հոգի դեպորտ ու զապրետ են արել 3-ից 5 տարով։ Պատճառն էլ որ 90 օր ու պլյուս Ռուսաստանում գտնվել են իրանք։ Պատճառը դա ուրիշ ոչ մի պատճառ չեն ասում։ Հիմա սաղներ այդ խնդրի առաջ են կայնելու վաղը, ստե որ մեկը գնաց այդ խնդրի առաջ է կայնելու, որտեղ բոլորը 90 օր պլյուս ընդեղ են գտնվել հերթերի մեջ։ Ես առավոտ անում եմ մի բարձած ապրանքը հետ դատարկեմ։ Ես չեմ էտա, որտեղ ես գիտեմ, որ 100% անցնում ես, քեզի դեպորտ են անում։ Օրինակ հիմա որ այսպես ակցիա եք անում ու նշում եք, որ դեպորտ են անում։ Այդ դեպքում ինչ վտանգների առաջ կարող է Հայաստանը կանգնել։ Բլոկադա ելնելու վտանգների առաջ, եթե այս մարդիկ ոչ մեկը չաշխատես, վաղը ինչ անելու, քուրի ջան, կոպիտ ասած, վաղը ձեր սեղանին հաց չի ելնելու, որ դու հաց ուտես։ Տենաս մեկը խանթից հաց առնետում է, վազում ես այդ երեխի ձեռից հացը գողանաս։ Հացը չի լինում, շորը չի լինում, կոշիկ չի լինում, այս մարդիկ աշխատավարձ չեն կարող ստանալ, սա հարկ ենք մուծում։ Այս ամեն ինչը այսօր մեր այս մարդկանց քրնիկն է, այս մարդիկն են իրաց թևերով բեր այդ ամեն ինչը։ Ձեր հարկերը օրինակ բարձրացել էին, թանկացել են։ Հա, 3%-ից 10% դառել։ Ամեն ինչ այսօր մուծելու, այսօր ամեն ինչը կախված է դրանից, էսի մենակ այս վարորդների հարցը չէ, էսի տաքսիստի հարցն է, այս ամբողջ երկրի պետության հարցն է, էսի պետության անվտանգության հարցն է այսօր մենք ստե կայնացենք, բայց չգիտեմ, մեր հարցին լուծում չեն տալու այս հարցին լուծում։ Բայց դե ինչ որ կարան էդի մի հատ զանգով այս հարցին լուծում տան այս պահին։ Նախորդ անգամ այստեղ որ հավաքվել էիք կառավարության շենքի առաջ եւ էլի ակցիա եք իրականացնում, նշել էիք, որ ոչ մի падգամավոր չի հանդիպել, այս խնդրով չեն զբաղվել, այսօր հանդիպեցին։ Ինչ հանդիպել են, հա։ Չգիտեմ, դեռ սպասում եք, պետք է ասեն, որ 12-ին պետք է շնեն պատասխան տան, բայց ոչ մի բան չգիտեմ։ Նախարարները չէ, падգամավոր է ասած ես հանդիպել։ Ես չեմ հանդիպել, չէ, անցած անգամ ես ռես եմ եղել, ես ոչ մեկի չեմ խոսած, այդ տեղյակ չեմ եղել։ Այդ արդեն տղեկն են եղել, չգիտեմ, ակնկալիքներն այս պահին նորմալ է, հուսով եմ, որ այս հարցին լուծում կտան, չգիտեմ։ Սաղի շահերից է այս պահը բխում այս կարծիքով ինչու Ղազախստանում միանգամից հարցին լուծում տվեցին, իսկ այստեղ ձգձգվում։ Էդի չեն կարող ասենք, Քուրչյան, էդի մենք վարորդ մարդիկ ենք, կարան կդրան պատասխանը ես եմ իտան, բայց այդ պատասխանից թվում է ոչ մեկի սրտով չի լինում։ Այդ պատասխանը վերևները падգամավորն որ տակ իրանք դրա պատասխանը կտան։ Եթե ամեկ մարդ իր գործով զբաղվի, մենք ստե չենք լինի այս պահին։ Հիմա սպասում ենք ու չենք էլ պարտադրում, խնդրում ենք իրանց, որովհետեւ մեր հարցին լուծում տան։ Եթե չտան չեն գնալու։ Չգիտեմ, եթե չտանք այս ամենը կայնելու, այս ամբողջ Հայաստանը չգիտեմ։ Չեն կանել, որ գործազուրկ խանութներում ապրանք չի լինելու, վատ ալնելու, չգիտեմ, սահմանը։ Բողոքի ակցիաները ինձ թվում է ավելի շատ կլինի, եթե հեսա մի 700 հոգի մարդ հեսա հետ եկան դեպորտ եղած, ինձ արդեն չգիտեմ, ավելի ուրիշ։ Փողոց եք փակել, թե ինչ եք անել։ Չէ, չէ կար ասենք, այսօր փողոց չեն կարա, կարող է մեր արդեն խաղաղ ակցիա է, փողոց փակելու այս պահին կարիք չկա։ Հաջորդին չգիտենք, եթե հաջորդիվը արդեն ցույց կտա։ Հələ թող տղեկը այս պահին, եթե այս ճանապարհն են հետ են գալի տղեկը, այս տղեկը որ հետ եկան արդեն դեպորտ եղածները թղթերը ձեռները, չգիտեմ, ճանապարհ փակելու կարծիքով իմաստը չկա, ես անգամ ավտոբուսի վարորդի ճամփեն փակեմ ինչի համար։ Իմ բողոքի շենքում է։ Իրանց երթա իմ հարցը, իրանք իմ հարցին պիտի պատասխանը տան, այսքան մարդու պատասխանը տան։ Չգիտեմ։ Կերև էլի պարզ կլինի, հասկանանք, սպասենք, հուսանք, որ մի ժամից քիչնեն մի հատ դրական պատասխան կտան, այս մարդիկն էլ չեն կարելի, ստե ամեկ մարդ կեթա իր հարցերով կզբաղվի։ Շնորհակալություն։
Շնորհակալ